Ինձ թվում է ամենաուժեղներն են այստեղ։ Հաստատ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք ուժեղ եք, ամենաուժեղն եք, մենք էլ ենք ուժեղ։ Դրա համար շատ գործ ունենք անելու ուժեղներով։ Բայց լավ գործ ենք անում, ամենակարևորը ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ գործ ենք անում։ Մեզ համար շատ կարևոր է Շիրակը իր խոսքը ասի, քանի որ շատ քիչ ընդդիմադիր շրջաներից է։ Մեկ անգամ դուք արդեն ապացուցել եք, հաղթել եք, ու Գյումրու մասին է խոսքը, հիմա էլ շատ կարևոր է ավելի մեծ, ավելի ուժեղ հաղթանակ տանենք բոլորս միասին։ Շատ շնորհակալություն, բայց դրա համար մենք բոլորս պետք է շատ լավ, ակտիվ պայքարենք։ Ես ուզում եմ մի թեթև ներկայացնենք Շիրակի մարզի վիճակը։ Երևի դուք պատկերացում ունեք, բայց ուզում եմ ասեմ, որ ամենաղքատ մարզն է Շիրակի մարզը։ Դա նույնիսկ ցավալի է, քանի որ ամենատուժված մարզն է։ Ես երկրաշարժի հաջորդ օրը եղել եմ այն ժամանակ Լենինականում, մենք մոտ մի շաբաթ մնացինք Լենինականում, ես ամեն ինչ տեսել եմ այդ արհավիրքը, որ եկավ թե մեր երկրի գլխին, առավել ևս Շիրակի մարզի վրա, եւ ամոթ է բոլորին, որ այդպես էլ չլուծեցին, չվերացրեցին Շիրակի մարզի եւ Գյումրու գլխավոր խնդիրը, նույնիսկ հիմա, ինչքան գիտեմ, 2000-ից 3000 տնակներում ապրող մարդիկ կա, դա իրոք մեր ազգի, մեր պետության ամոթն է, ինչը որ մենք առաջի հերթին պետք է վերցնենք, թիրախային այդ հարցը լուծենք, որ մարդիկ գոնե ինչ-որ ապրելու հնարավորություն ունենան, իսկ 43% աղքատությունը, ինչը որ հայտարարում են իշխանությունները, ես վստահ եմ դուք ձեր աչքերով էլ տեսնում եք, որ դա ավել է, այսինքն ամեն երկրորդ մարդը Շիրակում ապրում է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատների ամենամեծ տոկոսը նույնպես Շիրակի մարզում է, շատ զարմանալի է, քանի որ բոլորս գիտենք, որ Գյումրին մեր պետության ամենակոլորիտով քաղաքն է, ինչպես բոլորս ասում ենք, հայրաքաղաքն է, աղքատ հայրաքաղաք ունենալը, դուք պատկերացնում եք, չէ՞ ինչը, ոնց որ երեխան ցանկանա, որ իր հերը միշտ աղքատ լինի, անունը դրել են հայրաքաղաք, բայց այդ հայրաքաղաքի մասին ոչ մեկը չի մտածել։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք ձեզ հետ եւ դուք վստահ եղեք, զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը եւ այս 5 տարվա ընթացքում, որը որ մենք կունենանք, հետագայում էլի կունենանք, բայց կոնկրետ 5 տարվա ընթացքում դուք տեսնեք լուրջ փոփոխություններ, առաջ հերթին մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, մենք վերացնելու ենք տնակները մարզում, ես զարմացա, որ նույնիսկ ոչ մի շենք, նորակառույց այս 8 տարիների ընթացքում Գյումրիում չի կառուցվել։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հավասարաչափ զարգացնել Երևանի հետ մարզերը, մենք հասկանում ենք գյուղերի պրոբլեմները, շրջաների պրոբլեմները, դրա համար դուք կունենաք, վստահ եղեք, շատ լավ քաղաք, հարուստ ժողովրդով,
Ես շատ լավ եմ ծանոթ Լենինականին, Գյումրիի ժամանակ փորձել ենք օգնենք, թե տներ ենք տվել, թե տարբեր հարցեր լուծել ենք Գյումրու համար, բայց ես գտնում եմ դա մասնավոր օգնություններ էր, հնարավորին չափ, դրա համար մեզ պետք է պետության հնարավորությունները, որ մենք շատ արագ լուծենք մարզի խնդիրները։ Պատկերացրեք, բոլորս հիշում ենք սովետական տարիներին Արտիկը հանդիսանում էր ամբողջ հանրապետության, նաև սովետական միության քարի մատակարարողը եւ ունենալով այդպիսի հանքեր, ինչպես կարող է Արտիկը ապրել աղքատ։ Ես դա իրոք չեմ պատկերացնում, ինչքան պետք է չսիրեն ժողովրդին, որ ոչ մի բան չանեն ժողովրդին աղքատությունից հանելու համար։ Մենք միասին զբաղվելու ենք առաջին հերթին աղքատությանը հաղթենք այն վախի մթնոլորտը, որ մտցված է մեր ժողովրդի մեջ, հաղթելու ենք պառակտմանը, բոլոր տեղերն էլ ընտրություններ լինում են, սրանք կառավարելու համար մեր ժողովրդին, աղքատացրին ժողովրդին, քաոս գցեցին մեր ժողովրդի մեջ, որ բոլորը բոլորին հայոյեն, այսինքն վերացրեցին էլիտան, բոլորին սարքեցին իրենց նման, բայց չի կարող ազգը չունենա էլիտա։ Մեր տարածքները լուրջ վտանգի տակ են, մեր Սյունիքը վտանգի տակ է, Սաֆարովները վեշերը հավաքած սպասում են, երբ են շարժվում, Փաշինյանը խնդրել է շեֆին, որ համբերեք ընտրությունները անցնեմ, 300 չէ 400,000 էլ կընդունեմ, բայց դա պատկերացնում եք ինչ է լինելու, մի քանի տարի հետո այն հաջորդ ընտրություններում արդեն մենք պայքարելու ենք ադրբեջանցի կում կընտրեն, որովհետև գլխավոր ձայները լինելու է ադրբեջանցիներինը, արդեն մենք նույնիսկ փոքրամասնություն կարող ենք կազմել, դրա համար մեր իշխանություն գալուց հետո առաջին օրենքը, որ մենք պետք է ընդունենք, լինելու է հակա Սաֆարովյան օրենքը, որ իրենք իրավունք չունեն հողատարածքներ գնեն մեր երկրում, տներ գնեն կամ խլեն մեր երկրում, հիմա դեռ խլում են, ամբողջ սահմանամերձ գյուղերը հայաթափել են, դպրոցները փակում են պարզաում համար։ Դուք տեսնում եք մեր թիմի մեջ ես գտնում եմ մարզի ամենալավ զավակներն են, ամենաարդար, ամենապայքարող, շատ բան իրենցից էլ է կախված լինելու, որ պայքարեն մարզի համար, ամեն օր ձայները բարձրացնեն, ցույց տան մարզի պրոբլեմները, գլխավոր պրոբլեմը ես հասկանում եմ, աշխատատեղերի բացակայությունն է։ Եթե մենք ստեղծենք աշխատատեղեր, դրա համար կարող է շատ արագ մենք Գյումրու համար առանձին որոշում ընդունենք, քանի որ իրոք տեսնում ենք հայրաքաղաքի վիճակը այդքան բարվոք չէ, բայց լուծենք բոլոր խնդիրները, մի կասկածեք, ինձ թվում է 5 տարին մեզ բավական է, որ մենք ունենանք բոլորովին ուրիշ Շիրակի մարզ, առավել ևս բոլորովին ուրիշ Գյումրի քաղաք, որը կդառնա մեր պետության, մեր ազգի հպարտությունը։ Երկրորդ քաղաքն է մեր պետության, չի կարող այդ վիճակին լինել։ Մի հատ փողոց են սարքում, մի 5 տարի հերիքում է, որ մարդկանց ուրախացնեն, մարդիկ թռվռան, ասեն, տես փողոց սարքեցին, բայց պետք է լուծեն մարդկանց խնդիրները, մարդկանց ապրուստի խնդիրները, դա մենք վստահեցնում ենք, մենք կանենք, մեզ էլ ձեր աջակցությունն է պետք, որ մարզում տանենք լուրջ հաղթանակ
ես ուզում եմ դուք բացարձակ չկասկածեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի շանս չունեն հաղթելու, բայց մեզ պետք է, դուք գիտեք, բացարձակ հաղթանակ։ Ես կուզենայի մի երկու խոսք էլ Ռուբենը ասեր, հետո կանցնենք ձեզ հուզող հարցերին, որպեսզի հետաքրքիր լավ ժամանակ անցկացնենք միասին։ Շիրակ աշխարհի իմ հարազատներ ջան, ձեզանից ողջունում եմ բոլորիդ եւս մեկ անգամ, շնորհակալություն։ Ես ինչպես գրեթե ամենօրյա ռեժիմով մեր բոլորի խնդրանքն է, այնինչ տեմպ որ տվել ենք, այդ տեմպով շարունակենք, մի բան էլ ավելացնենք, որովհետև մեզ մնացել են ընդամենը 2 շաբաթ, ինչպես բազմիցս նշել ենք 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են Հայաստանի Հանրապետության պատմության կարևորագույն ընտրություններից մեկը, եթե ոչ ընտրությունը, որովհետև այսպես ասած, կողնին տրված է Հայաստանի լինել չլինելու հարցը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի զարգացումը, մեր հայ մնալու, մեր եկեղեցու իր ուրույն ու կարևորագույն տեղում գտնվելու միակ շանսը այն է, որ մենք լինենք ճիշտ ուղու վրա, մենք լինենք ճիշտ մարդու կողքին, ու ես վստահ եմ, ոչ թե որ մենք այստեղ ենք գտնվում դրա համար եմ ասում, մենք ունենք միայն մեկ ընտրություն, ու բոլորս գիտենք, որ այդ ընտրությունը հենց այստեղ է, այդ մարտը հենց այստեղ է, և ուրեմն Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, վարչապետ։ Շատ շնորհակալություն, հիմա կուզենայի միջև Լենային խոսքը տալը, Մելոյան Գոհարը ներկայացներ մի թեթև մարզի կարևոր խնդիրները, որ դուք բոլորդ պատկերացում ունենաք, ինչ կան անմխիթար վիճակում է, դա հանրապետությունում էլ այդպես է, բայց մարզում առավել ևս։ Ցավոք սրտի Շիրակի մարզը առաջատար է վատ առումով, աղքատության ցուցանիշով, ծնելիության քանակով, որպեսզի պատկերացնեք, համարյա 50%-ից ավել Շիրակում բնական աճը ընկել է, այսինքն ավելի շատ մարդ է մահանում, քան մարդ է ծնվում։ Շիրակում ևս ամուսնալուծությունները ավելացել են, ամուսնությունները պակասել են։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի մեր բնակչության բնաջնջում, ինչը արդեն պարոն Կարապետյանը մեր հեղափոխական պլանը մեր ազգային վերածննդի հիմնադրամի գաղափարը հնչեցրել է, գալու ենք շտկենք։ Միշտ ամենահաճելին, երբ պայքարից հետո հաղթում ես։ Կան պայքարներ, որ տարիներ շարունակ մարդիկ տասնյակ տարիներ պայքարում են, հաջողությանը չեն մոտենում։ Մենք ընդամենը 6 ամսվա ընթացքում դառել են գլխավոր հաղթող ուժ, մեր գլխավոր խնդիրը հիմա պետք է լինի այսօրվանի ճիշտ քարոզարշավ կազմակերպել, որ մարդիկ հասկանան, որ եթե ուզում են ազատագրել մեր երկիրը այս չարիքից, ազատագրելու միակ ձևը սա է։ Մենք չենք ուզում մնանք նվաստացած, բայց Փաշինյանի օրոք մենք ձև չունենք չնվաստանալու։ Դրա համար դուք մի մտածեք, մի անհանգստացեք, մենք կունենանք շատ խաղաղ երկիր, ինչը որ ինքը ուզում է այսօր ծախի, ժողովրդի վրա, թե ինքը խաղաղություն է բերել, բայց ցավոք սրտի ինքը խաղաղություն բերեց Արցախին։ Շատ խաղաղ Արցախ ունենք, բայց առանց հայերի։ Այս մարդը խաղաղություն հասկանում է շատ հեշտ լուծում է այդ հարցը, հայաթափում է, հետո ադրբեջանցի կել իրար դեմ չեն կռվում ու գոռում է, որ ես խաղաղություն բերեցի։ Դրա համար մարդիկ պետք է հասկանան, մենք ունեցել ենք Նախիջևան, հիմա շատ խաղաղ է Նախիջևանում,
բայց առանց հայերի։ Ունեցել ենք Արևմտյան Հայաստան, նույնպես շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Բայց մեր ինչին է պետք է աշխարհը, որտեղ հայ չկա։ Մենք պահելու ենք մեր երկիրը հայկական, վերադարձնելու ենք մեր երկրի արժանապատվությունը, մեր ժողովրդի նվաստացումից հանելու ենք, վերացնելու ենք միասին վախերը ժողովրդի մեջ, դա փորձելու ենք անենք մինչև հունիսի 7-ը։ Մինչև հունիսի 7-ը չպետք է լինի մարդ, որ վախենա այս վախկոտ, աշխարհի ամենավախկոտ թույլ իշխանությունից։ Իրենք ուժեղ են փողոցում կանանց հետևից վազելուց, ուրիշ ոչ մի բան չեն կարողանում անեն։ Ցավոք սրտի, բոլոր պետությունները ունեն պետական հնարավորությունները, իրենք այսօր այդ հնարավորությունները օգտագործում են մեր ժողովրդի դեմ։ Մենք որ ասում ենք ամեն օր 10-15 մարդ մեզանից ձերբակալում են, չէ՞, մերոնցից։ Արդեն որ չեն ձերբակալում, նույնիսկ դա անհանգստացում է, ինչ որ բան ոնց որ այսօր սենց չենք արել։ Բայց 300 հոգուց չունենք մեկ դեպք, որ մարդը նույն քննչականում, նույն կալանավայրում չպայքարի, բոլորը մնում են պայքարի մեջ, ավելի համառ են, ընդամենը արդեն մնում է մոտ 15 օր։ Ոչ մի բանի չպետք է վախենանք, որովհետև մեր շարժումը, մեր քայլերը երկիրը ազատագրելու մասին է։ Դուք հիշում եք, ոնց հայ ժողովուրդը կանգնեց, ժամանակին ազատագրեց Ղարաբաղը, մարդիկ գնացին, կյանքները տվեցին նպատակների համար։ Հաշվեք, այսօր կյանք տալու խնդիր չկա, բայց նույն համառությամբ պետք է պայքարենք, հիմա էլ ազատագրենք Հայաստանը։ Եթե չազատագրենք, մեզ կառավարելու են ադրբեջանցիք։ Մարդիկ պետք է դա հասկանան։ Դա իրենց շեֆն է հայտարարում, իսկ մենք տարիներ շարունակ տեսել ենք, ինչ Փաշինյանի շեֆը հայտարարել է, մի քանի ամիս հետո իրագործել է։ Հիմա Մակրոնին խնդրել է, որ Ալիևի հետ խոսի, որ միջև ընտրությունները ադրբեջանցիք չսկսեն շարժվել Հայաստան։ Բայց դա միջև ընտրությունների մասին է խոսքը։ Դրա համար ես ասում եմ, մենք առաջին օրն ենք ընդունելու օրենք, որ ոչ մի հող, ոչ մի սեփականություն ադրբեջանցիք իրավունք չունեն ունենան Հայաստանում։ Դա է մեր գլխավոր խնդիրը։ Մենք չենք կարող կորցնելով Արցախը, կորցնենք հիմա էլ Սյունիքը, կգա կհայտարարի արդեն 5-րդ հանրապետություն, մենք խաղաղ ենք ապրում, ու Սյունիքը դժբախ դժգույն էր, դրա համար ճանապարհեցին գնաց։ Մենք չունենք դժբախտ եւ դժգույն ոչ մի տարածք։ Մարդիկ մետրերով են այսօր չափում տարածքները, սրանց համար մի 100 մետր ստեղ, մի 1000 մետր կտան Թուրքիային խաղաղ կապրենք, կայտարարի 5-րդ հանրապետություն, հետո կգա 6-րդ, կգա կհասնի Երևանին, կայտարարի 10-րդ հանրապետություն, բայց խաղաղ ենք ապրում։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չի, մեզ պետք է մեր հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մեր հայրենիքի ամբողջ տարածքների համար։ Ու ցավոք սրտի չկան ուժեր, որ կարողանան լուծել այս հարցը։ Այս հնարավորությունը ունենք միայն մենք։ Դրա համար մենք պետք է լինենք առաջամարտիկները։ Դա դժվար process է, դրա համար մարդկանց կալանավորում են, նեղացնում են, բայց
մենք ուրիշ ձև չունենք, դուք հիշում եք 7 ամիս 2 բառի համար ինձ էլ պահեցին ամենածանր, դուք չեք էլ պատկերացնում ինչ ծանր պայմաններ էին ստեղծել, ոչ հավասար բոլորի հետ, բայց դրանով իրենք ոչնչի չասան, դրանով ավելի դարձրեցին ինձ հայրենասեր և դրա համար մենք իրավունք չունենք պարտվելու։ Հիմա ես կանգնած եմ մի հատ մարդու կողքին, ում գյումրեցիներն ու շիրակցիները ոչ միայն ընդունում են, ոչ միայն սիրում են, այլ նաև հավատում են։ Հավատում են, որովհետև Սամվել Կարապետյանը ինքը խոստանում է, որ փոփոխություններ է բերելու։ Ու ինքը միշտ ասում է, եթե ես մի բան ասում եմ, ուրեմն պետք է անեմ։ Խոստանում է ոչ միայն փոփոխություններ։ Ես ունեմ անցած ճանապարհ եւ ամբողջ ճանապարհին ցույց եմ տվել, որ մեր խոսքը գործ է։ Հիմա էլ այդ հնարավորությունը ունենք, ապացուցենք, որ մեր խոսքը գործ է։ Ես հաստատ 5 տարի հետո չեմ կանգնելու ձեր առաջ, ամաչեմ, որ գիտեք, մի բան սենց ստացվավ, մի քիչ Փաշինյանը խանգարեց, մի քիչ նախորդները խանգարեցին, մեզ խանգարող չի լինելու, մեզ ընդամենը մի քանի օր է պետք լինելու, որ երկիրը ձգենք, համախմբենք մեր ժողովրդին, որտեղ նույնիսկ ամոթ է, էլի ասենք, ոնց կարող է փոքր ազգը այսպիսի վիճակում ապրի։ Հրավիրենք մեր սփյուռքին մասնակցեն մեր կյանքում, իրենք ուժեղ են, իրենք շատ են, 3 անգամ ավելի շատ մարդ ունենք Սփյուռքում, քան ապրում են Հայաստանում, բայց չօգտագործենք այդ մարդկանց հնարավորությունները, բայց լավ իմացեք, չկա այդպիսի մարդ Հայաստանում, որ կարողանա Սփյուռքին վերադարձնել Հայաստան։ Միայն մենք կարող ենք, որովհետև իրենք մեզ վստահում են, կգան մեզ հետ ճանապարհ, ուրիշների հետ չեն գնալու այդ ճանապարհը։ Ինչ մնում է անվտանգությանը, հաստատ իմացեք, ոչ մի դեպքում դուք մեր ժողովրդին էլ բացատրեք, թող չվախենան։ Հարձակվում են թույլ իշխանության վրա, թույլ երկրի վրա։ Մենք լինելու ենք ուժեղ իշխանություն և շատ արագ ստեղծելու ենք ուժեղ պետություն, ոչ մեկը ռիսկ չի անելու հարձակվի մեր վրա։ Ուրախ կլինեի, պատասխանեի ձեզ հուզող հարցերին, քանի որ ինձ թվում է դուք ունեք հետաքրքիր հարցեր։ Հարգելի պարոն Կարապետյան, խնդրում եմ թեկուզ այսօր հագիրճ, բայց հետո ավելի ամբողջական տեսնենք բարեգործությունները շուրջ 3 տասնամյակի ընթացքում արված։ Շնորհակալություն։ Այդ որ մարդիկ այդպես ասում են, դրանում մենք էլ մեղք ունենք, իրենք մեղավոր չեն, մենք ոչ մի անգամ չենք ցուցադրել մենք ինչ ենք անում, ոչ մի անգամ չենք խոսել դրա մասին, այս նախընտրական փուլում, քանի որ համարեցինք, որ այդպիսի հարց տվողները շատ են լինելու և առաջին հերթին իշխանության ղեկին կանգնած մարդիկ սկսեցին դրա մասին խոսել, մենք փորձեցինք ներկայացնել, բայց մենք կարող ենք ներկայացնել միայն այն ծրագրերը, ինչը որ հիշում ենք և ինչը որ թղթի վրա մնացել է։ Դուք հաստատ իմացեք, որ դա շատ անգամ շատ է և ես չէի ուզենա խոսել միայն բարեգործության մասին, դա ինձ համար մի քիչ իմ համեստության համար խնդիր է, բայց մի բան իմացեք, որ մենք այս պետության ամենամեծ ներդրողներն ենք, ամենաշատ աշխատատեղ ստեղծողներն ենք և դա ամեն օր անում ենք, շարունակական, նույնիսկ բանտի խցում, ես չկանգնեցրի մեր պրոցեսները, այ մոտիկ ժամանակում կտեսնեք
Հայաստանում բացում ենք ամենամեծ մետալուրգիական գործարանը, բացում ենք նոր գեր ժամանակակից տեցը, ամենակարևոր խնդիրներն ենք լուծում երկրի, էներգետիկ անվտանգության խնդիրներն ենք լուծում, որովհետև ոչ մեկը դրան դաժե մոտիկ չի կարող գալ։ Ամենավատը, որ մեր ժողովրդի մեջ կորցրեցին հույսը, մեր ժողովուրդը չի հավատում, որ ինքը կարող է մի օր զարթնի ու լավ ապրի։ Բայց հաստատ իմացեք, հարյուրավոր մարդիկ ավելի լավ են ապրելու, միգուցե հազարավոր մարդիկ, որովհետև դաշտը բոլորի համար հավասար է լինելու։ Դուք երևի լսել եք կամ գիտեք, որ մենք փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից։ Դուք գործ չեք ունենալու ոչ մի ստուգողի հետ։ Միայն զբաղվելու եք, ստեղծագործելու եք, բիզնես եք դնելու, ձեր ընտանիքները առոք, փառոք պահելու եք։ Մենք իրոք ահավոր ցանկություն ունենք այդ հարցը լուծելու։ Երկրի աղքատության հարցը ես դրա համար հայտարարել եմ, դա իմ պատվի հարցն է լինելու։ Ծայրահեղ աղքատությունը մենք ընդամենը ամիսների ընթացքում ենք լուծելու եւ բյուջեն դրա վրա չնչին միջոցներ ծախսելու։ Հիմնականում դա լինելու է մեր ընկերների, մեր գործընկերների միջոցներով։ Մենք ինչ ծրագրեր ներկայացրել ենք, դրա մոտ 90%-ը ծախսվելու են, ներդրվելու են ոչ պետության միջոցները։ Առաջին հերթին շատ արագ երկրի անվտանգությունն ենք ապահովելու։ Բերեցին, դրեցին, քանդեցին մեր երկիրը։ Մեզ թվում է, ես իմ ով բերեց սրան, ինչ հեղափոխություն։ Բերեցին, ասենց քցեցին, դրա համար մենք բոլորս միասին պայտեցնելու ենք Ալիևի փչած փուչիկը։ Վստահ եղեք։ Կարողանանք արդյոք Գյումրի քաղաքը դարձնել ունենալ հadoop կարգավիճակ, որովհետեւ այդ տարիների ընթացքում մի անգամ կոնե Գյումրի քաղաքը իր մեջքը կարողանա։ Ես ուզում եմ այդ հարցին դուք պատասխանեք։ Կարողանանք թե չենք կարող։ Մենք կարողանանք եւ անելու ենք։ Մի կասկածեք։ Չեմ ասում մեկ օրում։ Եթե ձեզ թվում է դուք տուրիստական ինչ-որ հոսքեր ունեք, իրենք որ հայտարարում են 2 միլիոն 300 հազար ինչ-որ տուրիստ, մի հավատացեք, ընդամենը 800 հազար մարդ մնում է Հայաստանում։ Դա որ պատկերացնեք, այդ թիվը Վրաստանում այսօր 8 միլիոն մարդ է։ Այսինքն ունեն լուրջ քաղաքականություն տուրիզմի զարգացման, դրա համար մենք հայտարարեցինք 1 միլիարդ արտաքին ներդրում միայն տուրիզմի զարգացման համար։ Իսկ քանի որ Գյումրին մեզ համար լինելու է առաջնահերթություն, որովհետև դուք չունեք բնական ուրիշ պայմաններ, բայց մենք ունենք Գյումրիում շատ հետաքրքիր սիրուն քաղաք, որ դեռ սովետական տարիներից մնացել է մեզ։ Մենք դա զարգացնելու ենք անպայման։ Այդ սիրուն կենտրոնի կողքերը նայում ես լացը դա գալիս։ Դրա համար մենք զարգացնելու ենք, մենք ուրիշ ձև չունենք եւ ոչ միայն Գյումրին, ամբողջ մարզի քաղաքներն ենք զարգացնելու։ Ունենալով օդանավակայանը երկաթուղին մենք սարքել ենք մեծ արտադրական հզորություններ Գյումրիում, նույն էլ մարզում։ Դուք ձեր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել եք ու դուք մի պիտի հանգիստ վայել եք ձեր աշխատածը։
Բայց դուք մտել եք այս կռվի մեջ, այս պայքարի մեջ ու դրա համար շատ հարգում եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ այդ ամեն ինչի համար։ Այդ մեկ։ Ուզում եմ անդրադառնալ նպաստառուների, արցախցիների եւ հաշմանդամների հարցերին։ Դրա համար մենք ստում ենք գլխավորից 300,000 աշխատատեղ։ Մենք դա հասկանում ենք, մենք կարող ենք ամեն ինչ հայտարարել, դա շատ բարձր նշածող ենք դրել, ոչ մեկի ֆանտազիան էլ չի երիկում, թե այդպիսի բան հնարավոր է անել։ Բայց մենք անելու ենք ձեզ հետ միասին, քանի որ մենք ուրիշ տարբերակ չունենք։ Չկա, մարդիկ եթե չաշխատեցին, առավել եւս ես գիտեմ շրջաներում, ու երևի Երևանում էլ, բայց առավել եւս շրջաներում կանանց աշխատանքի խնդիրը։ Տղամարդիկ ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով, շինարարություններով իրենց գլուխը էլի պահում են, աշխատանք գտնում են, ու ամենայն դեպս ցանկացողները գտնում են, բայց կանայք շատ երիտասարդ տարիներից դառնում են տնային տնտեսուհիներ։ Նրանք չեն զարգանում, բայց հայկինը ուժեղ է, հայկինը կարող է լուրջ հարցեր լուծել։ Դա շատ արագ լուծվող հարց է, երևի ամենաարագ լուծվող հարցերից է։ Այդ հարցը լինելու է առաջնահերթ հարց, մարդկանց աշխատատեղերի ստեղծումը։ Դրա համար մենք գնացինք նրան, որ փոքր բիզնեսը ազատենք բոլոր տեսակի ստուգումներից եւ հարկերից։ Դուք էլ պետք է մի քիչ ակտիվ լինեք, ինչ-որ բան ձեռնարկեք։ Դուք պատկերացնում եք, դուք աշխատում եք, էլ ոչ մեկի գումար տալու խնդիր չունեք։ Ինչ աշխատեցիք, ձերն է։ Դրա համար մտածեք, առաջարկություններ տվեք, կօգնենք, կանեք։ Մեծարգո պարոն Կարապետյան, բարի ողջույններս ձեզ։ Հայտարարեք, որ բոլոր գյումրեցիները իմանան, որ դուք ձեր ձայնը չեք տալու ոչ մեկին։ Ես հայտարարում եմ, մեր ձայնը ոչ մեկի չենք տալու։ Մենք հաղթելու ենք եւ ձևավորենք կառավարություն, բայց գյումրեցիներն էլ պետք է հասկանան, եթե իրենք ուզում են, որ մենք ձևավորենք կառավարություն, պետք է հունիսի 7-ին անեն միակ ճիշտ քայլը։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու շատ մոտ ենք դրան։ Տարիներ շարունակ միշտ խոսվել է այն մասին, որ որևէ մի նախարարություն, գերատեսչություն տեղակայվի Գյումրիում։ Դա շատ կարևոր է, պարոն Կարապետյան։ Թեկուզ սպորտի նախարարություն, մշակույթի։ Բայց միգուցե ոչ մի։ Մի քանի։ Կասիկ միգուցե մի քանի։ Մի քանի, ավելի լավ։ Տեղին կլինի եւ ցանկալի է եւ ես հուսով եմ, լիահույս եմ, որ ձեր վարչապետ ընդրվելու պարագայում դա հաստատ կլինի։ Ինչպես եք տեսնում, համաչափ զարգացումը Շիրակի մարզի գյուղերի վերաբերյալ եւ ունեք քայլ գյուղնախարարության մասով։ Մենք վերադարձնելու ենք գյուղ նախարարություն, էներգետիկայի նախարարություն, սպյուրքի նախարարություն, ամեն ինչ լինելու է, որովհետեւ մեր հիմնական զբաղվածությունը գյուղերում է։ Ամենաարագը մենք կարող ենք գյուղերում զբաղվածություն ապահովենք մարդկանց։ Դրա համար մեր գյուղերը, գյուղատնտեսությունը ամեն տարի ունի 10-ից 17% անկում։ Բայց գյուղ նախարարությունը չի լինելու Գյումրիում։ Դրա համար կան ավելի գյուղատնտեսական շրջաններ, ես պատկերացնում եմ, որ նախարարությունը կլինի Գյումրիում, դուք շատ գոհ կմնաք։ Դուք գոհ կմնաք, միգուցե մի քանի։ Հայաստանում վերջին տարիներին ձեր կարծիքով որն է ամենամեծ կորուստը, մարդկային ռեսուրսը, անվտանգությունը, թե հասարակության հավատը դեպի սեփական պետություն։ Միանշանակ բոլորը միասին։ Եթե մենք չենք կարողանում համախմբել մեր ժողովրդին,
մենք չենք կարող անել փոփոխություններ, մենք չենք կարող լուծել անվտանգային հարցերը, մենք չենք կարողանալ լուծել տնտեսության հարցերը։ Դրա համար զուգահեռ բոլորը շատ կարևոր են եւ մենք առաջնահերթություն չենք դնելու։ Բոլորը միասին հենց առաջին օրից լուծումներ ենք տալու, ամեն օր լուծում ենք տալու։ Չենք դնելու ամիսներով զբաղվենք թե մի հատ հարց լուծենք։ Հարցը ունենալու է ժամանակ։ Ցանկացած հարց, ցանկացած, թե անվտանգային, ձեր թված բոլոր հարցերը ունենալու են ժամանակ։ Եվ այդ ժամանակահատվածում բոլոր հարցերը պետք է լուծում ստանան։ Չի լինելու, որ այս մի աշխատողից կախված մարդիկ օրերով վազվզեն մի հատ հարցին լուծում տալու համար։ Մենք տեսնելու ենք դա համակարգչի մեջ, հարցը որ էտապում է, 200 ընկերություն կա մեր խմբի մեջ, ամեն օր կարող եմ տեսնել բոլոր ընկերությունների խնդիրները, հաջողությունները, ամեն ինչ։ Նույնը լինելու է այստեղ։ Լինելու են հարցեր, դուք զարթնեցիք, տեսակ ձեր խնդիրը, որ էտապում է, որ չինովնիկի մոտ է, եւ դուք տեսնելու եք իրեն հատկացված ժամանակը։ Հենց այդ ժամանակը անցավ, չլուծվեց, ուրեմն այդ չինովնիկը ունի շատ մեծ խնդիրներ, ուրեմն ինքը պետք է շատ լուրջ բացատրություն տա, ինչի համար չլուծվեց, բայց դա այդպես չի լինելու։ Ամեն ինչը ժամանակին լուծվելու է։ Երկրորդ հարցը հաճախ Հայաստանում իշխանափոխությունը ներկայացվում է որպես նոր սկիզբ, սակայն այդ համակարգային խնդիրները մնում են նույնը։ Ինչի հետ է կապված, դա անձերի թե պետական համակարգի կառուցվածքի։ Ամեն ինչը սկսվում է անձերից։ Անձն է ստեղծում պետական համակարգը։ Եթե տեսանք այս համակարգը ինչ որ խնդիրներ ունի, չենք կարողանում առաջ գնալ, համակարգ փոխելը նորից անձի խնդիրն է։ Համենայն դեպս ես մեկ բան եմ հասկացել, որի մեջ վստահ եմ դուք էլ կարող եք չկասկածել։ Իշխանության գլխին ոչ մի անգամ չպետք է լինի չտես անձնավորություն։ Որովհետև չտես մարդը միշտ ագահ է լինում, չար է լինում, նենգ է լինում, ուժեղ մարդը, տեսած մարդը միշտ ավելի բարի է լինում, միշտ ավելի կամեցող է լինում, դա էություն է մարդու, հասկանում եք, մարդը պետք է նորմալ ապրի առաջին հերթին, աշխատանք ունենա, արժանապատիվ աշխատավարձ ունենա, կարողանա իր երեխաների հարցը լուծի, դրա համար մենք լուծելու ենք մարդկանց խնդիրները, առաջին օրից, մինչև հասկանանք, որ աղքատ մարդ Հայաստանում չկա, կարող են լավ, վատ ապրող մարդիկ լինեն, բայց հացի խնդիր ունեցող մարդ չի լինելու Հայաստանում, սոված երեխա չի քնելու Հայաստանում, դա ես ասել եմ, դա իմ պատվի հարցն եմ համարում, որ շատ արագ ենք լուծելու այդ հարցերը, մարդուց է գալիս։ Շնորհակալություն շատ։ Ողջունում եմ, պարոն Կարապետյան, այսօր ժամանակները փոխվել է, 4 հոգանոց ընտանիքի մեջ 4 հատ տարբեր կուսակցության կարող են ցեն տալ։ Այսինքն հորը առանձին, մորը առանձին, երեխուն առանձին, աղբորն առանձին, իրանց մագաշտակի չափով պետք է բացատրվի։ Ու ամենա ժամանակ չի մնացել, մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդի մեջ ենք։ Մեզ մի հատ փրկարողակ կա, սանդուկ պարանից չէ, հստակ, ցիկ, որ նոր ազգին ազգությանը կերն անե, նոր համար ստեղ ենք հավաքվել։ Ուրիշ տարբերակ չկա, ես համաձայն եմ։ Գոնե հայրների երեխեքի համար դի պայքարեք, ձեր երեխեքի համար ու ձեր թոռների համար։ Մենք յոլակեշտ ենք, շնորհակալություն։ Դա շատ կարևոր է բոլոր բնակավարներում, բոլոր քարուքանդ են արել ամեն ինչ, ինչ որ չեն կարողացել, էլի են քանդել։ Քանի որ այս մարդիկ ուրիշ բան չեն տեսել։ Ողջունում եմ բոլորին, հարգանքներս պարոն Կարապետյան։ Դուք մեծ բարել արեք, շնորհակալ եմ, շատ բան եք արել հայրենիքի համար, եկել եք այն ժամանակին, որ
Արդեն իսկապես Հայաստանը անդունդի եզրին է փոփոխությունների համար, այո։ Շնորհակալ եմ, հավատում եմ ձեզ։ Բայց ունեմ ընդամենը մեկ հարց, պարոն Կարապետյան, մոբին վերաբերվող, որ մենք կամավորներս գնացել ենք, պաշտպանել ենք մեր երեխաներին, մեր հայրենիքը, վիրավորվել ենք, ես ինքս 3 պատերազմ մասնակից վիրավոր եմ, չեն տալի մեզ կարգավիճակ, ուզում եմ ձեզ տեղեկացնել։ 2 օր առաջ ես հայտարարեցի, մեր հերոսները նորից դառնալու են հերոս։ Բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմին, զոհվածների ընտանիքները, բոլորը պետք է նորմալ վերաբերմունք ստանան ամեն ինչով։ Չի կարող մարդը իրեն զոհաբերի հայրենիքի համար եւ հետո հաց առնելու խնդիր լուծի։ Դուք գնացել եք պատերազմին մասնակցել եք, դուք հիմա իրենց թշնամին եք։ Այս մարդիկ ամբիոներից գոռում են ինչի չմեռակ, որովհետև սրանք մահ են տեսնում, մարդկանց մահն են ցանկանում։ Պատկերացնում եք մեր իշխանության առաջի դեմքը, նույնիսկ զզվելի են նայել այդ ամեն ինչին։ Նույնիսկ չես կարող նայել, չես ուզում հավատաս, որ սենց մարդ հնարավոր է ծնված լինի Հայաստանում։ Դրա համար բարձելու ենք իրենց ավտոբուսը, ուղարկենք իրենց Ադրբեջան, մենք հայավարի սարքելու ենք թիմ, հայի ցավը հասկացող թիմ ու ամեն ինչ անելու ենք հայերի համար։ Դրա համար մենք ասում ենք 300,000 աշխատատեղ ստեղծելու ենք հայերի համար։ Հարգելի պարոն Կարապետյան, հարգելի ներկաներ, ես ունեմ 2 հարց։ Շիրակի մարզում գործազրկության մակարդակը ամենաբարձրն է Հայաստանում եւ այդ վատ օրից է, որ մեր ժողովուրդը գնում են արտագնա աշխատանքի եւ երկրորդ հարցը Շիրակի մարզում մոտավոր 40 եւ ավել դպրոցներ են փակվելու։ Այդ խնդրին լուծում ինչպես եք պատկերացնում, փակվելու են դպրոցները թե ոչ։ Մենք կասկած ունենք, որ իրենք դպրոցները փակում են, դու գիտեք, դրանից հետո այդ գյուղերում էլ մարդ չի ապրելու։ Հիմա այդ գյուղացին չի տանելու իր երեխային 10-15 կիլոմետր, որ էնել կլիման Շիրակի մարզի բոլորս գիտենք։ Այդ գյուղերը դատարկելու ծրագիրն են անում։ Նորից եմ ասում, լուրջ մոտեցեք այս հարցերին, մարդկանց բացատրեք այդ 300,000 ադրբեջանցիների խնդիրը, բայց հաստատ հետո հաշվող չի լինելու 300,000 եկան, 500,000 եկան, ով է հաշվելու այդ։ Իրենք ընդունել են օրենք, որ ադրբեջանցիները կարող են գան Հայաստանում հողեր գնեն, սեփականություն գնեն։ Դա դրա համար էլ անում են։ Դպրոցների խնդիրը մենք շատ արագ նայելու ենք, լուծում տալու ենք։ Ես դրանում վստահ եմ, որ մենք ադրբեջանցիներին չենք տեսնելու Հայաստանում։ Հարցս վերաբերում է անհուսալի վարկերին, որ ժողովուրդը տարիներ շարունակ չի կարողանում վճարել։ Ինչ ծրագրեր ունեք կապված անհուսալի վարկերի հետ եւ հնարավորություն կընձեռվի մարդկանց, ովքեր վերցրել են վարկերը, բայց բարձր տոկոսադրույքներով, գոնե մի փոքր իջեցնել, որպեսզի մարդիկ կարողանան վճարել ու ազատվել հարկերից։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, իրոք մոտ 250,000 մարդ հիմա ձեր ասած անհուսալի վարկեր ունեցող մարդիկ են, որ բացարձակ սպասարկելու հնարավորություն չունեն։ Մենք լուրջ խոսելու խնդիր ունենք բանկերի հետ։ Քանի որ ես ամբողջ կյանքս ունեցել եմ բանկ, հասկանում եմ բանկերի խնդիրները, բանկերի խնդիրները, բայց հաստատ Հայաստանի բիզնեսը լինելու է սոցիալական ուղղվածությամբ։ Առաջին հերթին նույն բանկերը ունենալու են սոցիալական ուղղվածություն։ Պետությունը կանգնելու է բիզնեսի կողքին, բիզնեսը կանգնելու է ժողովրդի կողքին։
Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։